Գրականության և արվեստի թանգարանն իր պահպանության միավորներով աշխարհում հայկական մշակութային արխիվների ամենամեծ պահոցն է։ Այստեղ պահպանվում է շուրջ 2 միլիոն թանգարանային առարկա։ Թանգարանի հիմնական ցուցադրությունն ընդգրկում է պահպանության միավորների 0.2%-ը, ծավալատարածական խնդիրներից պայմաններից ելնելով, եւ այժմ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ վերանորոգվում է եւ վերանորոգվել են մի քանի սրահներ եւս, ստեղծվել են ժամանակավոր ցուցադրությունների սրահներ, որոնք գալիս են լուծելու թերևս այս խնդիրը։ Ֆոնդային առարկաները պարբերաբար ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն։ Գրական բաժնի ամենահին, ամենաառաջին ցուցանմուշը Սայաթ-Նովայի ձեռքով գրված ինքնագիր դավթարն է, եւ այս նմուշը կրկնակի արժեք է ներկայացնում մեր թանգարանի համար, քանի որ բացի Սայաթ-Նովայի ինքնագիրը լինելուց, այն գրականության եւ արվեստի թանգարանին է նվիրել Հովհաննես Թումանյանը։ Ցուցադրության մեջ է նաեւ Միսաք Մեծարենցի ոսկե մատանին, որը գրողին նվիրել էր իր մայրը։ Որոշ ժամանակ հետո բանաստեղծը փորագրել է տալիս մատանու երկշերտ ագաթի քարի վրա ավետարանից հետևյալ խոսքը՝ «Կատարյալ սեր մերժե զերքյուղ», որ նշանակում է իրական սերը մերժում է վախը։ Այսպիսի մի լեգենդ կա, որ քարը ճաքել է հենց այն օրը, երբ կանգ է առել գրողի սիրտը։ Սա հենց Շիրվանզադեի աշխատասենյակն է, նույնի վերակազմությամբ, որը ստեղծվել է հենց աշխատասենյակի լուսանկարի հիման վրա։ Այստեղ կուզեի անդրադառնալ Սիրանույշի մատանին։ Վահրամ Փափազյանը, որ համակրում էր Սիրանույշին, մի օր խնդրում է նրանից իր մատանին որպես հուշ նվիրել իրեն, սակայն մերժվում է, եւ Սիրանույշը կորցնում է այս մատանին։ Տարիներ հետո մատանին ի հայտ է գալիս Վահրամ Փափազյանի արխիվից, որը նվիրել էին թանգարանին, եւ այստեղից պարզ է դառնում, որ Վահրամ Փափազյանը հարցնելուց հետո պարզապես վերցրել էր իր սիրելի Սիրանույշի մատանին։ Թանգարանի երաժշտական հատվածը համալրում է նաև Կոմիտասի արխիվային հավաքածուն, այդ թվում ցուցադրված Կոմիտասի շուրջառը, նրա սրինգները, դաշնամուրի շորը, որի նկարազարդումներն արել է իր ձեռքով, մանկության խաղալիքը եւ իհարկե ֆիսհարմոնը, որի վրա նվագում էր Կոմիտասը։ Թանգարանի ինտերակտիվ մասերից է նաև այս հատվածը, որտեղ հպվելով կարելի է լսել Կոմիտասի ձայնը։